Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Սա իմ ջերմոցներն է, որոնք նկարում եք հիմա դուք։ Այս ծաղիկները մենք արտանում ենք Ռուսաստան։ Հիմա փակել են։ Ես եթե մի հատ 50 դրամով ուղարկում էի, այսօր ես տանում եմ 100 հատը ծախում եմ 1000 դրամի շուկայում։ Սալարկեն թանկ, սալարկի տուր, չեկի տուր։ Գալիս ենք տուն, տակը բան չի մնում, ոնց ապրենք։ Լիզանթուսն է, իմ վրա 100 դրամ փող է նստել։ Ես միջև բերեմ միան աճացնեմ կնստի հատը 150 դրամ։ Ես արդեն 2 միլիոնի սացել եմ առել։ Հիմա եթե այս ծաղիկը մեծացավ ծաղիկ դարձավ, եթե դուրս չգնաց, ես 500 դրամ չեմ կարող ծախել։ Չեն առնի, պրոստը տեղ չկա առնելու։ Տարել էի այրոպորտ, որ ուղարկեի 30 ящик հետ է եկել։ Հիմա պետք է հանեմ թափեմ։ Իսկ ինչու՞մն է խնդիրը, խիա հետ գալիս ապրանքը։ Կառավարություն լեզու չի գտնում, ախպեր ջան։ Մենք Ռուսաստանի հետ ենք աշխատել, ոչ մի երկիր չենք ուղարկել, ոչ մի ֆիտո չեն տվել ուղարկելու համար, միայն Ռուսաստանը աշխատել։ Այսօր նորից այնա նայում եմ, բոլոր բանջարեղենը արկել է։ Լավ, ծաղիկ չեմ անում, ախպեր, վարունգ պամիդոր աստեղ։ Ամբողջ Հայաստանի ջերմոցները վարունգ պամիդոր է, կլուբնիկա։ Այսքանը ուր ենք ռեալիզացիաներ, եթե դուրս չգնա։ Ուր ենք անելու։ Թողգան տենան, կառավարությունից թողգան տենան, ի՞նչ է կատարվում։ Իրանց ազգը չենք, մենք հայ չենք։ Թողգան մտածեն։ Ամեն օր մենք հետ ենք գնում, ամեն օր մինուս է մեր մոտ գնում։ Այս հիմա հələ իմը քիչ է, մարդկա հեկտարով ունի, այս հեկտարի ունեցողները ինչ պետք է անեն։ Ցավալի վիճակ է։ Թափելու են գնա, զիբիլանոց։ Սպասում ենք ընտրություններին։ Տեսնենք ինչ է լինելու ընտրություններից հետո։ Ես միայն լուծումը գտնում եմ ախպեր։ Իշխանապողություն, ուրիշ ոչ մի հարց չեմ տեսնում։ Ինձ 40 տարի գյուղապետանում աշխատել է։ Երկիրը փոխվել է, աշխատել է քարտուղար, մինչև այս ընտրությունները։ Քաղաքապետի մեր էջմադի խոհի համայնքի ու դրին գործից ազատին ինչա ես ընդդիմադիր եմ։ Ես իմ կարծիքը ու տեսել եմ պատերազմում ինչա կատարում, այդ օրվանից հետո ես ատում եմ այդ կուսակցությունը։ ՔՊ-ին չեմ ուզում երես ստենալ։ Տեսնում եմ Սամվել Կարապետյանին, որ կլուծի այդ հարցերը։ Ախպեր ես մի բան եմ մտածում, որ այս մարդը միլիարդ հատեր տղա է, իա անցավ գլուխը բերում է իա ազգի համար, իա ժողովրդի համար դնից հաբիտակ։ Ինքը ոչ այդ փողերը ստեղից ուտելի է ոչ բան, ով կերել է թողին մտածի, ամենաարդար մարդն է, որ կարա ընտրվի հանրապետության վարչապետ։ Ու խորհուրդ եմ տալի բոլորին մտածեն գաղափարով գնան ընտրեն։ Միայն փրկությունը երկրի տեսնում ենք այս մարդու մեջ Սամվել Կարապետյանի, ուրիշ մարդ հնարավոր չի որ կարողանա այս մեր երկիրը խելքի բերել։